Կրկին բարև ժողովուրդ ջան, դե ինչ, վերադարձա Արմավիր քաղաքից, որտեղ գնացել էի ուժեղ Հայաստան մեծ միտինգին, հավաքին, ու ընդհանուր տրամադրությունը ժողովրդի շատ ուժեղ էր, շատ լավ էր, հայկական գերակշիռ օդի մեջ ասենց հայկական ոգին էր ֆռում, ճիշտ մարդկանց երգեր, ճիշտ մարդկանց տրամադրություններ, բայց նորից քննադատելու եմ ուժեղ Հայաստանի ղեկավարությանը եւ կազմակերպիչներին եւ պետական այն մարմիններին, որոնք պետք է ապահովեին անվտանգությունը այդ հավաքի։ Առաջինը խոսենք ուժեղ Հայաստանի կազմակերպիչներին, այդ հավաք կազմակերպիչների համար։ Հարգելիներս, մենք տասնյակ կիլոմետրներ կտրում գալիս ենք, ձեր սիրուն աչքերի համար չեն գալիս է։ Որ դուք հասկանաք էլի, որ դուք կազմակերպել եք, լավ եք արել, բայց մենք գալիս ենք, որպեսզի լուսաբանենք։ Մի ձեռքս լայվով եմ, մյուս ձեռքս նկարում եմ, որ հետագայում ռոլիկ սարքեմ, գցեմ։ Մոտեցել եմ կազմակերպիչներին, ներկայացել եմ, վիզիտկա եմ տվել, ասել եմ, խնդրում եմ ճշտեք, կարամ ես տարածքում այս բանի ներսից աշխատեմ, որպեսզի տեխնիկան համ չվնասեմ, համ ճիշտ ներկայացվի մարդկանց, թե ինչ է կատարվում այստեղ մոտիկից առանց խանգարելու։ Բա հիմա կտեղեկացնեմ, մի հատ աղջիկ գնաց, չգիտեմ ում զանգեց եկա, բա հեսա քեզ դες կզանգեն, հետո զանգեցին իրան, ասեցին ոչ մեկին ես հարց տվեցի, մենակ ինձ չի կարելի, թե բոլորին, ասես բոլորին, ասի ուրեմն խնդիր չեմ տեսնում, ինչ որ մի ձև հերարձակեմ այդ լայվս, ինչ որ մի ձև փորձեմ օգնած ունեմ ընդհանուր ընդդիմության այս հավաքներին ու բանին։ Հա, գնացի, բայց գիտեք տարակուսելին որն է։ Նախ առաջին կողմից շատ հարգված մարդկանց տեսա այդ թիմից, որոնց ներկայացրեցի, որ սենց չեն աշխատում, ճիշտ ասած, որակը մի քիչ այլ կլներ, եթե ներսից աշխատենք, ընդհանրապես լրագրողներին պետք է որ ներս թողնեն, բայց հետո տեսա, որ երկու կամերա, երկու լրագրող ներսից աշխատում են, որը ինձ համար եւս մեկ անգամ տարակուսելի եւ ոչ այդքան հաճելի էր դիտելը, ուրեմն հարգելի ուժեղ Հայաստան, ես չեմ ուզենա մտածեմ, որ իմенно ինձ, որովհետեւ անունն էլ իմացաք, որ էջնա ինչը, իմенно ինձ ներս չթողեցիք, միայն դրա համար, որ ես բարբերական ձեզ քննադատում եմ, որպեսզի դուք ավելի ուժեղ լինեք։ Ամեն դեպքում ժողովուրդ ջան, ես համարում եմ ուժեղ Հայաստանը ընդդիմադիր ուժ, որը պայքարում է նիկոլիզմի եւ նիկոլի թուրքական օրակարգը կոդրելու եւ իշխանության գալու ուժերից մեկը, չէ, երկրորդ մասին անցնելը ես կասեմ, որ կփորձեմ եւս մեկ անգամ մասնակցել ձեր հանրահավաքներից որևիցե մեկում, բայց խոստանալ ոչ մի բան չեմ կարող, քանի որ նորից եմ ասում, աշխատանքային ձևաչափը ձեր մոտ մեզ ազատ աշխատելու եւ ճիշտ ներկայացնելու համար շատ դժվար է։ Ինչ կապված է ոստիկանության հետ, որոնք պետք է ապահովեին, դուք հիմա ձեր էկրաններին տեսնում եք, որ բաց էր ամբողջովին, երեխաները վազում են, ես առանց կամերաների մոտեցել եմ ոստիկաններին, համ պարեկներին, համ սովորական այնտեղ ծառայություն մատուցողներին, այդ ոստիկաններին, միգուցե տարածքային ոստիկաններն էին, խնդրել եմ, որպեսզի փակվեր այդ ճանապարհը, որ մարդիկ դուք չեք պատկերացնում, ուղիղ ոտքերի կողքով շրջադարձներ էին անում, երեխաներ էին վազում եւ այլն, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք, երբ որ ինքը Նիկոլ Փաշինյանը արեց միտինգ նույն Արմավիրում, երկու խաչմերուկ վերև ամբողջովին կանգնած էր։ Ես ուղղակի ուզում եմ հարցնել Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ՔՊ-ին ու ձեզ անձամբ ծառայում, ես չեմ հասկանում։ Հայաստանի քաղաքացիները ինչ կապ ունի, որ իրանք ձեզ ընդդիմադիր են։ Իրենք նույն այդ կոմֆորտ վիճակից ասենք օգտվելու իրավունք չունեն։ Ոստիկանությունը ում է երթվել, ձեզ է երթվել, թե Հայաստանի Հանրապետությանը է երթվել։ Ես առայժմ անուններ չեմ տա այդ ոստիկաններին, որոնք ծռած բերանով իմ հետ խոսացին, կար մի հատ մայոր կար, որը շատ ոչ ոստիկանին հարիր ձևով ինձ պատասխանեց առանց կամերայի, նորից եմ կրկնում։ Բա ուսից մի տեսակ ժարգոնով հետս խոսալով, ես խնդրում եմ համապատասխանեք ձեր համազգեստին, որ դուք հակել եք այդ զվանին, որ ձեր ուսերին է եւ ուսադիրներին։ Հակառակ դեպքում ես արդեն անուն ազգանուններով կգամ ու կֆիքսեմ ձեր պիժոնական պահվածքը ու ձեր այդքան վստահ ձեր վրա վստահ լինելու այդ պահվածքը ու կխնդրեմ, որպեսզի ոստիկանապետով մնացած ուշադրություն դարձնեն ձեր ընդհանուր վարկի վրա։ Այսքանով վերջացնեմ ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում, հայկական ոգին այդ հանրահավաքի ժամանակ ամբողջովին տեղին էր, կար մարդիկ ոնց որ սրտանց ուրախանում էին, որ չի վերացել հայկական այդ ուժն ու եռանդը մարդկանց միջից,
Ես հուսով եմ, որ մեր մոտ ամեն ինչ ստացվելու է եւ Նիկոլ Փաշինյանը քաղաքական տեսակետներից ելնելով այլևս չի վերարտադրվելու, այլ լինելու է ընդդիմություն։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, ընդդիմություն ջան, դուք էլ հետևություններ արեք, որպեսզի ձեր մոտ նման խնդիրների մենք առաջ չկանենք, այլապես մենք էլ ենք մարդ, մենք էլ կարող ենք հիասթափենք ամեն ինչից, որ նստած տներում շատերի նման դիվանների վրայից եթերներ անենք։ Լավ մնացեք։ Ցուցներով կլավանան Աղաչում են կանչիր թույլ տուր տունդարնան Խաչքարերը տացունքներով կլավանան Աղաչում են կանչիր թույլ տուր Sense